Բարի Աստված հնարավորություն է տվել։ Ես ճիշտ ասած չէի մտածում, որ Դավիթից տնից մեկից պետք է գանք, հետո որոշենք կներեք, ընդհանրապես ես կարճ թևերով դուրս չեմ գալիս ամբիոմի առաջ, բայց դե ես գիտեմ, որ մի բան կա մեր ներսում, որ կուզենայինք կիսվեինք մեկս մեկի հետ, թող Աստված ողորմություն անի եւ այսօր իմ շրթունքներս էլ բացի, ինչ որ Պիտանի է, ինչում կարող եմ օգտակար լինել ձեզ համար եւ ինձ համար, որպեսզի մենք կարողանանք այսօր կիսվենք մեկս մեկին հետ այն բովանդակությունը, Տիրոջ մեծությունը, որ կարողանանք ի հայտ բերենք, այսինքն չնայած դա արդեն ի հայտ եկածա, մեզ մոտ, որպեսզի մենք կարողանանք նորից դրա շուրջ կարողանանք կազմավորենք մեր փրկության հարցերը, խոսենք մեկս մեկին ասենք, մեկս մեկին շնորհավորենք, այո, շնորհավորենք, ասենք, որ դու Տիրոջ զավակ ես, ալելույա, համաձայն եք, շատ ուրախ եմ, որ մենք բոլորս գալիս ենք այդ մտքին, որովհետև գիտենք, որ ևս մի քիչ ժամանակ, եւ այս ամեն բան, վախճան, ամեն ինչին վախճան մոտեցած է, Եվ մենք կանգնելու ենք մեր Տեր Տիրոջ առջև, մեր Հիսուսին առջև, որը որ մեզ պետք է հայտարարի մեր ով լինելը, ուշադրություն դարձնենք, ովքեր ենք մենք եւ մեր ով լինելը, այստեղ կարող է շատ անգամ, գիտեք ինչ, մարդկային աչքերով նայելով, ասես շատ լավ եղբայր է, շատ լավ քույրիկ է, բայց այնտեղ գարելու է մի պարագա, որ կանգնելու ենք Տիրոջ առջև, Եվ ինչպես մենք անցկացրել ենք այս ունայն կյանքը, մի քիչ ոնց որ խորտ լինի, չէ՞ որ ասում ենք ունայն կյանք, ժամանակավոր կյանք, որովհետև միևնույնն է, ասում եմ, մահս եկավ, թողեմ կերտամ, մեկը այս աշխարհը թողելու եմ եւ գնալու եմ։ Մեր կյանքը պահված է երկնքում, ամեն։ Մենք ունենք այսօր քաղաք, որ Տերը տալիս է մեզ հնարավորություն եւ ուզում է, որ մենք այստեղ գիտակցենք, խորհենք այդ մասին եւ գանք հասնենք մեր հայրենիքը, որտեղ որ հավիտյան պետք է լինենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին հետ։ Հիսուս այդ անունը անուշ է մեզ։ Շատ անգամ երգում ենք, ասում ենք եւ պետք է որ խորանանք։ Ասում է 7-րդ գլխի մեջ Մատթեոսի ասում է, որ խորացավ եւ հիմքը դրեց քարին վրա։ Այդ քարը, որը որ մենք գիտենք, որ անկյունակարը, որ մենք կառուցում ենք հոգևոր բնակարաններ եւ մեր տաճարը, որտեղ որ Հիսուս Քրիստոսին հաճելի եղավ բնակվելու մեր մեջն։ Դրա համար այսօր այդ երանությունը, որ մենք ունենք, ալելույա իրան, այդ երանությունը, որ տվել է մեզ, Ես հիշում եմ մեկտեղ, որտեղ որ ծննդոց մեջ է գրված, կուզենա այդ մասին մի քիչ ամփոփեինք, ասեինք, խոսեինք, որովհետև կա բաներ, որպեսզի կատարվել է մեզ համար օրինակ, կամ խորհրդանիշ, ալեգորիա, որ մենք կարողանանք նայենք դրան եւ մի ոնց ասած մի բան քաղենք ընդեղից, շնորհքը վերցնենք, այդ օրինակները, այդ կյանքը տրված է նրա համար, մարդկանց սխալները նույնպես, մարդկանց սխալները, որոնք իրենց կյանքում բաց թողված սխալները, որ կարողանան ուղղվեն եւ նորից վերականգնվեն, գոտեպնդվեն, կանգնեն Տիրոջ առջևը։ Այս օրինակով ինձ թվում է մենք մեկ քիչ կարելի է ավելի խորանալ, ես ամբողջության այդ թեման չեմ վերցնի, բայց մի քանի խոսք ստեղ Հագարի մասին եմ խոսալու, Հագարի մասին, աղախինը, որը որ ծառայում էր Սարայի մոտ, բայց ամբողջությամբ իր կյանքը չեմ ուզում, որ մենք խորանանք, մի այդպիսի հատված ուշադրություն դարձնենք 16-րդ գլուխ Եվ 8-րդ խոսքից երկու խոսք, որ ասեմ, մենք արդեն կկենտրոնանանք, կհասկանանք, թե խոսքը ինչումն է գնում։ Եվ մեր կյանքը նույնպես փոխանցվում է
այդ օրինակներին ես կուզենայի որ կանգ առնենք եւ ուշադրություն դարձնենք այստեղ մենք ինչ կարող ենք աղել այստեղից ինչ կարող ենք վերցնել ինչ օրինակ այսպես է ասում ով Սարայի աղախին Հագար ուր կեք ու գաս եւ ուր կերթաս հարցը շատ դիպուկ եւ հաստատ որ հարց է տալիս ով է հարցնում եթե ասենք ես գամ քուրիկին կամ եղբորը ասեմ Դավիթ ջան քեզ ասեմ Դավիթ որտեղից ես գալիս ուր ես գնում շատ անգամ կարող է ասի գիտես ինչ հերիքա հետաքրքրություն անես իմանաս թե ես որտեղից եմ գալիս ուր եմ գնում բայց մենք ամեն դեպքում պետք է մտածենք որ կա մի ձայն որը խոսելու է իմ հետ եւ հիմա ասենք մեկից չեմ կարող չհիշեցնել այդ խնջույքի տեղը երբ որ Տերն եկավ մտավ նայեց այդ պատմությունը բոլորս գիտենք եւ ինչ ասեց ինչպես ես ասես դու այստեղ եկել հարսանյաց հակուստ չունենալով ոնց ես մտել ես չեմ հիշում որ թարգմանության մեջ բայց կա այսպեսի հայերեն թարգմանության մեջ ասում նա պապանձվեց չկարողացավ ինքը այդտեղ կա չէ ասում պապանձվեց չկարողացավ ինքը պատասխանել որովհետև նրա հետ խոսում էր արդեն այն ձայնը որ պետք է նստեին իր դեմ հաշվի ասեն հիշում եք որ ասեց մեկին 5 տվեց մեկին 3 տվեց մեկին 1 տվեց եւ երբ որ վերադարձան արդեն հաշվետվություն պետք է կատարվեր եւ այդ մարդը չկարողացավ պատասխանել բայց այսօր ասեն կներեք ես խոսքիս համար ռուսներն ասում են գուլյայ վասյա ես չգիտեմ դուք որքանով հասկացաք դա ինչ է նշանակում ինչ ուզեմ անի կանեմ ով ես դու ով կարող է ինձ մի բան ասի ես մարդ եմ ես էություն եմ ես բնույթ եմ իմ մեջ ես ով կարող է ինձ մի բան ասի բայց գալիս հասնում է ժամանակը երբ որ աստվածային ձայնը սկսում է խոսել եւ այն ժամանակ այդ մարդն ասում աստեղ պապանձվեց չկարողացավ պատասխան տալ եւ ասես դուրս շպրտեք դուրս հանեք այստեղից ես օրինակ չէի ուզի որ այսօր ինչ որ մեկը մեզանից պապանձվեր չկարողանար խոսել այլ այս օրինակները թող այսօր մեզ լինի ուսուցում այս վարդապետությունը թող մտնի մեր մեջ որպեսզի մենք կարողանանք այստեղ օրինակ վերցնենք ինչպես հարցը տրվեց Հագարն իշկանել որ լինել արդեն տիրուհի միևնույնն է նա պետք է հասկանար որ իր վրա կա տիրուհի ինքը աղախին է եղել իշկանել որ մենք հասկանանք որ մենք արդեն թագավորներ ենք քահանաներ ենք եւ այլն եւ այդպիսի մենք միևնույն է պետք է հասկանանք որ մենք Տիրոջ ողորմության մեջ ենք Տիրոջ շնորհքին մեջ ենք մեր մոտերը շատ անգամ ասում են դու ես ինչ մարդու շնորհքի տակ ես դրա համար մենք քեզ չենք ուզում նեղացնենք աշխարհի մեջ նույնիսկ տենց բան կամ ինչ որ մի հարազատ ուներ վերևներում աշխատող բայց այսօր նայեք մենք այն շնորհքի տակ ենք Աստծո շնորհքի տակ որ մենք կարող ենք Տիրոջմով հաղորդվենք Տիրոջմով առաջնորդվենք եւ Սուրբ Հոգին որը որ մեզ առաջնորդում է այսօր հարց է կանգնում կամ շատ անգամ որ խոսում էր Աստված ինչ որ մեկի հետ ասում էր ձեր հայրերը Աբրահամը Իսահակը Հակոբը հայրերի մասին էր խոսում դրանց իշ շնորհիվ նրանց դու այսօր կաս ես Տերն ասում էր ես հաճելի ինձ քեզ հետ հաղորդվել քեզ հետ խոսել հիմա Տիրոջ շնորհքն է Հիսուսի շնորհքն է որ Աստված ուշադրություն է դարձնում մեզ վրա որ շատ խիստ չի իմ խոսքերս հանգիստ ասած չէ որովհետև
Իմ ցանկությունը որ այս վերջի ամեն բանի ժամն հասած է արդեն մենք կարող ասեմ այսպես պրնգին ենք ասма ժամացույցը 5 րոպե է պակաս մնացել է մի քիչ մնացել իմ համար է մի քիչ մնացել կարող է աշխարհին մեջ դեր Քրիստոսի գալը չգիտեմ երբ կգա բայց ամեն մեկս մեր անձները պատրաստենք գոտեպնդվենք 6-րդ գլխին մեջ է Եփեսացոս ասում է այն զենքերը զինվենք պաշտպանվենք որովհետև այդ վախճանը որ մոտեցած է մոտենալ ասուն մոտենալ շնորհած աթորին մոտենալ 4-րդ գլուխ 6-րդ խոսքը ասում է Եբրայեցոս 16 խոսքը կներեք ասում է որ այնտեղ շնորհած աթորին մոտենալով համարձակություն ունենանք որպեսի մոտենալ այն գեղեցիկ շնորհած աթորին որտեղից աղբյուր է բխում պատկերացնում եք այդ աղբյուրը բխող աղբյուրը տարածվում է սփռվում է ամբողջ աշխարհով մեկ եւ եկե հասել է այսօր մեզ եղբայրներ ջան քույրեր ջան մենք ոչ թե մենք դրան արժանացել ենք նա մեզ արժանացրեց նա մեզ ճանաչեցրեց Գաղատացոս մեջ գրված է որ ասում է ճանաչեցրեց մեզ իր հետ նա ճանաչեց մեզ եւ տվեց հնարավորություն հոգու սրտի աչքերը լուսավորեց որպեսզի տեսնելով տեսնենք լսելով լսենք ալելույա իմ գառներս ասում է իմ ձայնս լսում են եւ իմ ետևից են գալիս ամեն իմ ետևից են գալիս եւ նրանք ինձ հասկանում են այդ ձայնը մեր ծանոթ է այդ ձայնը ես օրինակ եկել է ընկերոջս տունը այնտեղ ինքը մեծ տենց հողամաս հողակտորներ ուներ եւ այդտեղ գառներ էր արածեցնում գառներ ունեն ես եկա մոտեցա իրանք հերվից մեկը վազան եկան հասանի մոտ տեսան որ ուրիշ մարդ է այսինքն ոնց որ կան գառնեն մի պահ եւ չուզենային մոտ գալ ասում մարեք ես ձեզի վնաս չեմ տա սկսում է հետները խոսալ սենց իրար էին նայում հետո սենց ու շատ էր նային հետ դարձան ու թողին գնացին բայց հենց այդ ընկերս եկավ հենց ինքն եկավ վազը կան քիչեր մնում փաթաթվեին իրան այդպես ասում եմ մենք նույնպես պետք է ճանաչենք որը որ ճանաչեցրեց մեզ այդ հիանալի փրկության մասին եւ մեր այս երեկոները որ հավաքվում ենք կուզենայի որ ոնց որ կիրակի օրերն են գալիս այդքան ժողովուրդ որպեսզի հավաքվեն մենք ամփոփենք սրդենք խոսենք ասենք որովհետեւ ժամն հասած է վաղը երևի ուշ լինի վաղը չգիտեմ ինչ կլինի եւ այսօր Աստված տվել է այս հնարավորությունը եւ նայեք ինչ է պատասխանում ինչ է ասում հրեշտակը եւ նրան չի ասում պատասխան տուր այլ մեկից ասում է երբ որ այս իմացավ ասեց իմ տիկնոջս Սարայի երեսեն կփախչեմ այս մի բանը գեղեցկացրեց իր խոստանման համար որպեսի խոստովանեց ասեց որ ես իր երեսից եմ փախչում եւ ես էլ մեզ օրինակ վերցնենք երբ որ մեզ հարց է տալիս ինչու համար ես ուշացնում ինչու համար չես կարդացել այսօր ինչու համար չես աղոթել այսօր եւ այդպես ինչուներ եւ ինչուներ շատ կլինի որ մենք անկեղծ լինենք ապաշխարենք խոստովանենք ասենք Տեր Հիսուս ջան ծուլություն եմ արել անկեղծանանք որովհետև մենք չենք կարող ուրիշ հագուստով գալ Տիրոջ առաջ կանգնել հագուստը պետք է լինի այնպես ինչպես նրան է հաճելի որովհետև նա է մեր փեսան նա է մեր ամբողջությունը կյանքը որովհետև առանց նրա մենք ոչնչություն ենք Տերոջը հրեշտակը ըսավ անոր դարձիր քո տիկնոջդ ու անոր ձեռքեն տակ հնազանդ եղիր ամեն դժվար է չէ հազիվ էր փոխվել իր տիրուհուց
Այդ համազատություն, այդ համ չի, բայց չգիտեր, որ ընտեղ անապատ է, չէ, վերջը։ Ուր ես փախչում։ Մոլորվեց, այն մյուս անգամ ընդեղ գրված է, չէ, մոլորվեց, շատ անգամ մեզ թվում է, թե Տեր ջան, այս եկեղեցին նենց չի, ստեղ նենց չի, այս եղբայրը նենց չի, այն չի, դու այդպես եղիր, ոնց որ Տերն է ուզում։ Ես շատ անգամ, որ տեսնում եմ շատ բողոքականներ կան, ասում եմ ավելի լավ չի, որ ինչ որ դու հասկանում ես, քո լույսը, այդ Աստծո լույսը, որպեսզի բնագրվի մեր ներսերը, մեր սրտերին մեջը, եւ մենք կարողանանք այսօր լուսավորենք, ինչպես ասացի սկզբից, աթոռից բխում է ջուրը, այդ գետը բխում է, ինչպես Աստված մեզ հնարավորություն տվեց, ասեց վերջին օրը կանգներ կաղաղակեր Հիսուսը, ով ծարավա եկուր ինձ մոտ, նրա որովայնից կենթանի ջրի գետեր պետք է բխեն։ Ինչի համար են այդ գետերը։ Կրվի համար, մեկը մեկին խածել, մեկը մեկին ուտել, ոչ, այլ մեզ նրա համար է տրված, որպեսզի այդ ջրերը կենթանացնեն մեր հարևաններին, մեր հարազատներին, մեր բոլոր շրջակա մարդկանցը, նույնիսկ Ամերիկա, որ մենք շատ անգամ ասում ենք եկել ենք ամերիկացին փրկենք, եկել ենք ամերիկացին առաջնորդություն անել, հարազատներս այդ լույսը այսօր այս փոքրիկ սենյակում, այստեղ այս հարկին տակ մենք կարող ենք ընդունել, երբ որ լսենք, հնազանդվենք մեր Տիրոջը, ասում է վերադարձիր քո տիրուհուդ մոտը եւ հնազանդվիր, ասենք Տեր Աստված, որտեվ կա ճանապարհներ, դա գաղտնիք չէ, մարդկանց թվում է թե ճշմարիտ ճանապարհ է, բայց այդ ճշմարտությունը հետագայում տանում է կործանման։ Ես հիշում եմ իմ ընկերս ինձ ասեց, ասում է հերիք չի դու գործարանում աշխատես, դե որ Գրոզնի ապրում ընտեղ, արի ասում է հետս պլիտկի գործով էր, ասում է արի հետս լավ գումար կստանաս, ախր ասում եմ ես բան չեմ, վարպետ չեմ, մասնակետ չեմ, ասում է բան չկա, ես քեզ կսորացնեմ։ Ես մի բան նկատեցի, տեսա ինքը շատ մաքուր գործ էր անում։ Ինչքան կարևոր է մարդ, եթե սկիզբը նրա մաքրությունն է։ Ինչ ուզում ես, որտեղ ուզում ես լինես, ինչ գործի մեջ, երբ որ մաքուր գործ ես անում, ոչ թե դատելու համար եմ ասում, իր եղբայրը մի քիչ նենց կարծես թե թափթփված էր։ Այդքան էլ ասենք չէր կենտրոնում, որպեսզի լավ մաքուր գործ անի։ Երբ որ սկսում էր պլիտկեն անել, շատ մարդիկ կային վերևից ներքև էին իջնում, որպեսզի չսխալվեն, բայց դա սխալ է, վերևից ներքև չեն իջնում, հիմքից պետք է բարձրանան։ Բոլորս էլ եթե շինարարներ կան, հասկանում են, որ սկզբից հիմքն է դրվում, հետո հիմքի վրա դրում է քարերը ու շողուլի են տալիս, չէ, հայերեն մենք ասում ենք շողուլի են տալիս, որպեսզի ուղիղ առանց շեղության այդ շինարարությունը կառուցվի։ Եվ այդ մեր եղբայրը երիտասարդ սիրում էր արագ աշխատել, բայց շատ սխալներ էր անում, շատ թերություններ էր թողում։ Դե սկզբից, եթե ամենաառաջի քարը կամ առաջի այդ պլիտկեն, որ դնես, եթե նույնիսկ սոտկե, ասում միլիմետրից քիչ նույնիսկ, եթե սխալ լինի, հետագայում ասենք 5 մետրի վրա արդեն լավ կերևա այդ շեղությունը։ Դրա համար ինքը որ գալիս էր, այսպես կանգնում էր, ուրիշ տեղ չէր, այսպես նայում էր այդ տեղը։ Այդ եղբայրը մեր վերցում էր շուշուտ քանդում էր, նորից ուղիղ շողուլի էր տալիս, որպեսզի ուղիղ նա, որտեվ նա արդեն փորձ ուներ, հասկանում էր, եթե սխալ սկսվեց, հետագան կլինի շատ ոնց ասած, այդ քանդվի, չի լինի, այդ տունը չի կարող շարունակվի։ Եվ այսպես իմ հարազատներս, թող Աստված օրհնի։ Ես կուզենայի այս երեկո, եթե մի քիչ էլ ժամանակ կա, ես կարա մի թեթև պատմեի իմ ապաշխարելս, թե ինչպես ապաշխարեցի Տիրոջ առջև, եւ կուզենամ
ինչպես հասկացա, որ Տեր Հիսուս կա, երբ որ ինձ ասում էին, ես չէի կարողանում ըմբռնել, ընկալի, որ Տեր Հիսուս երկնքում Աստված կա, բայց մի բանի շուրջ ես շատ էի անհանգստացած երիտասարդ ժամանակ, որ ասում էի մարդիկ ծնվում են, փոքր ժամանակվանից նույնիսկ, որ մարդիկ ծնվում են, ինչու համար են ծնվում, որ պետք է մեռնեն։ Շատ անգամ այդ բաները պախարոնն է, ոնց ասած լրի, որ եթե տեսնում ենք այդ ֆուներալ, ինչ որ արվում էր, ես շատ վատ էի տանում, չէի կարողանում տանել, և դրանով անհանգիստ էի, և եկավ մեկ օր, երբ որ ես արդեն մեր քաղաքին մեջը մեծ արթնություն եղավ, շատ մեծ արթնություն եղավ, մարդիկ սկսեն գիշեր ցերեկ այդ մասին էին խոսում, ասում են այդ հավատացյալները սենց են, մեկ ասում էր լավ է, մեկ ասում էր վատ է, շատ տենց տարբեր խոսակցություններ էր տարածվում, և ես մի բանի շուրջ կանգ առա, մի խումբ մարդիկ կանգնած էին և խոսում էին, ասում են, բա դու գիտեք, որ այդ հավատացյալները օտար լեզուներով են աղոթում, օտար լեզուներ են խոսում, դա ինձ համար շատ մեծ հետաքրքրություն առաջացավ, որովհետև ես մի քիչ խորացել էի այդ լեզուների մեջ, ինձ համար կարծես թե իմ բանը լիներ, հոբաս լիներ, որտև ասում էի շատ անգամ հետաքրքիր է պարսկերեն, թուրքերեն, հայերեն, տարբեր լեզուները, արդեն սկսել էի ես կարծես թե տարբերել, և դրա համար ինձ շատ հետաքրքրություն առաջացավ, ես վազվազ եկա տուն, քրոջս մոտը մի քիչ կրճատեմ, շատ երկար չլինի, եկա քրոջս մոտ, ասում եմ, իսկ քույրս արդեն այցելում էր եկեղեցի, ասում եմ, Զարուհի, այդ ճիշտ է, որ հավատացյալները օտար լեզուներով են խոսում, ասում այո, հիմա չի կարողանում ինձ բացատրի, չի կարողանում ինձ բացատրի, որովհետև ինքը նոր հավատքի մեջ է, ես էլ հարցի վրա տալիս եմ, այս հարցի պատասխանը չկա, այն մյուսն եմ հարցը պատասխանում, ինքը մեկ էլ տեսնում է, որ էլ չի կարողանում պատասխանի ինձ, հոգով սուրբ լցվում է, լցվեց սուրբ հոգով ու սկսեց երգել։ Մեր ընտանիքը ընդամպես, դուք էլ եղբայրն ասեց, Արայիկը երաժշտությունը, հայրս 92 տարեկան էր, ինքը կրալնետ էր նվագում, երաժշտությունից մի քիչ մենք հասկանում ենք, ես զարմացած նայում եմ, ասում եմ, ես իմ քուրս է, ոչ մի տեղ չի վերջացրել այդպես երաժշտական, ասենք, մեծ ուսմունքների չի եղել, միան տունը մենք երգում ենք, նվագում ենք, սովորական, ասենք, բայց տենց գերազանց կամ էլ թե չէ այդքան գրագետ ձևով չկար։ Եվ այդ ժամանակ, երբ որ ես լսեցի, ասի Տեր Աստված, էս ինչ է կատարում, էս ինչ ու հասկանում եմ, որ հնդկերեն է երգում, հասկանում եմ, որ պարսկերեն է երգում, հասկանում եմ այլ լեզուները և իմ մոտ կարծես թե բացվում, կարծես թե Աստված ինձ արդեն նախապատրաստել էր, որպեսզի ես կարողանամ հասկանամ և այդ հիանում եմ, չգիտեմ ինչ անեմ, ասենց ապշած կանգնած եմ, զարմացած, ասում եմ, ես ինչ է կատարվում, ես ոնց իմ քուրսը ոչ մի տեղ չի սովորել, ոչ մի տեղ այդ թեկումով չի սովորել, բայց ստեղ ինքը երգում է և այդպես պրոֆեսիոնալ։ Եվ այդ ժամանակ մենք բոլորս ծնկի եկանք, ես էլի կրճատեմ մի քիչ, ծնկի եկանք, հենց այդ, որ ասում են ամպը, որ իջավ, բոլորս էլ ես գիտեմ ամեն մեկս մենք հավատացյալներ ենք, զգացել ենք այդ Աստծո զորությունը, որը գրված է 105 Սաղմոսին մեջ, ասում է փնտրեցեք նրա երեսը, փնտրեցեք նրա զորությունը, այդ զորությունը կարծես թե այսենց ամպին պես մը իջավ, այսենց հասավ մեզ մոտ, մեզ իջավ մեր վրա, աղավնիները քույրս հետո տեսել, ասում է մեկը իմ ուսիս վրա էր կանգնած, մյուսը կնոջս Լյուբայի վրա, և այդպես ասում է այդ աղավնիները կարծես թե ուզում էին ներս մեր տաճարին մեջ մտնեին, և այդ ժամանակ հետո ես հասկացա հենց այդ ժամանակ իմաստությունն է գալիս իմ մոտ, Տիրոջ խաչելությունը, Տիրոջ հարությունը, և ուզում եմ ասեմ Տեր, ես քեզ շուտվանից գիտեմ, ներսին մարդը
ներսին մարդը կարծես թե 1000 տարվա ծանոթ արդեն գիտեմ, մտերիմին հետ եմ հանդիպել, ասում եմ Տեր մի գնա, Տեր շարունակի, աղաչում եմ քեզ խոսի իմ հետ, բացատրիր ինձ, եւ Տերը բացատրում էր եւ ասում էր, թե ոնց է խաչվել, ոնց է ինձ համար կյանքը տվել, ինչ ինձ նվեր է տվել երկնքից Սուրբ Հոգին, որպեսզի իջնի եւ իմ ներսին մարդս փոփոխություն անի։ Եվ այդ ժամանակ Հոգին Աստծո վկայեց իմ հոգուս, որ ես Աստծո զավակն եմ։ Եվ վեր կացած սկսեցի ուրախությունից, ասում եմ, տեսնում եմ Տեր Աստված, տեսնում եմ քո ներկայությունը, ճիշտ է, այսպես ֆիզիկական աչքերով չէի տեսնում, բայց իմ ներսից մարդը շոշափում էր, տեսնում է, ամբողջությամբ հասկացա, որ Տերն է մեր տան մեջը, Հիսուսն է մեր հարազատը, որ եկել է, դրա համար սիրելիներս, եթե մենք ինչ-որ տեղ կորցրել ենք, այդ շոշափելը, այդ գիտությունը, այդ կարելի ասել բոլոր Տիրոջ ներկայությունը վերադառնանք, այնտեղ Ագարին ասվեց Տիրուհու մոտը, իսկ մեզ ասում է վերադառնանք Հիսուս Քրիստոսի մոտը։ Պատկերացնում եք, մի մեղք ես թաքցնում եմ, մի մեղք ես համարում եմ դա մեղք չի, բայց գալիս է տարիներ անցնում է եւ ես կանգնում եմ Տիրոջ գահի առաջ եւ Տերն ինձ հարցնում է, ասում է, բայց այս մեղքը այն ժամանակ չի խոսալու է, նրա հայացքը, որ նայելու է մեզ, այդ ժամանակ մենք արդեն կհասկանանք, թե որտեղ ենք մենք սխալներ ցույց տվել։ Աստված օրհնի ձեզ։ Եվ այդպես հասկացողություն եկավ, գիտություն եկավ Տիրոջմի։ Դրա համար արդեն քանի տարիներ անցել է, բայց մեր նույն հարազատ Հիսուս Քրիստոսն է։ Ուր գնամ, ում պատմեմ, ում ասեմ, ում բողոքեմ, ինչ էլ որ կա գալիս եմ Տիրոջ առջև եւ ասում է երկար փակողները փնտրում Աստված իրեն, թող ես լինեմ այդ երկար փակողներին մեջն, թող ես լինեմ այն 7000-ին մեջն, որն ասեցին արդեն մարդիկ նային ասին, էլ չկա, բոլորը հեռացել են, բոլորը թողել են ինձ, բայց ոչ, կան երկար փակողներ։ Այսօր ամենքի գլոբալնի այդ բոլոր հարցերը թողնենք, զբաղվենք մեզանով։ Եթե մենք մեզանով զբաղվենք, ամեն մեկը սրբության գնանք, մաքրվենք, այն ժամանակ համարձակություն կունենանք մոտենալ շնորհած աթոռին։ Այն ժամանակ քեզ չի ասի գնա, մեկդի գնա, ես քեզ չեմ ճանաչում։ Ասե արի, եկեք ինձ մոտ, հոգնած, բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ, ալելույա։ Փառքի Աստվածը, Տեր Հիսուսը, ես չգիտեմ, էլ ինչ խոսքերով, էլ ոնց ասեմ, հարազատներս, ուրիշ ելք մուտք չկա, միայն կա փրկություն Հիսուս Քրիստոսովը։ Թե հիմա ինչ են անում, ոնց են անում, դու այդ հարցերը թող, դու նայիր այսօր ուղիղ Հիսուսին, երբ որ այն կենաց աղբյուրից է կմոտ բխի, գա ընկնի քո ներսդ, այն ժամանակ քեզանից դուրս գքա եւ քեզանից խաղաղություն երանի նրանց, ովքեր խաղաղություն են անում, ամեն, երանի մաքուր սրտերովն, ով մաքուր սիրտ ունի, որտեվ ինչ կանեն, ալելույա, ինքան եմ ուրախանում, որ նստողները մասնակցում են եւ շարունակում են նա, որ երկնքից Աստված ուղարկում է իր սերն ու խաղաղությունը, այսօրվանից, թե երեկվանից, թե վաղը չենք անում, վաղը ուշ կլինի, հենց այս ժամից մենք աղոթում ենք Տիրոջը, որպեսզի մեզ փոխի, մեր բնույթը փոխի, դա հնարավորություն, որպեսզի կարողանանք երկրպագողներ լինենք Տիրոջը, ամեն, դե ոտքի կանգնեք, մենք աղոթենք, այսպիսի հարց տամ, քանի որ Գագիկ եղբայրս ինձ հանդեպ ինձ վստահում է, կան մարդիկ, ովքեր ուզում են, որ վերականգնվեն հոգևոր, այնտեղ քույրիկը ձեռքը բարձրացրեց, եղբայրները մի քիչ ոնց որ լավ եք, հա դուք, լավ,
Դեր եղբայրները բարձրացին։ Արեք գիտեք այսօր այս երեկո ճիշտ է մենք հիվանդություններ ունենք, պատամա կա բաներ որ պետք է յուղովոցվենք, բայց այսօրվա մեր օծումը թող լինի հոգևոր վերականգնվելը։ Լուսավորվի մեր հոգու սրտի աչքերը, տեսնելով տեսնենք, լսելով լսենք։ Ամեն։ Դա ձեր գործնա, կուզեք տեղից աղոթք անեք, եթե կուզեք ստեղ գալ, այստեղ եղբայրները շրջապատեն, կաղոթեն, եկեղեցին կաղոթի, ալելույա, փառք ու պատիվ աղոթում ենք, ալելույա։